Միացյալ Նահանգները պլանավորում է այս տարվա ընթացքում մի քանի անգամ ավելացնել արկերի եւ հրթիռների արտադրության ծավալները։ Եվրամիությունը ռազմարդյունաբերական բոլոր տեսակի արտադրանքների ծավալներն ավելացնելու է 10-ից 15%-ով։ Աշխարհը մեծ տեմպերով զինվում է եւ դա բնական է, քանի որ այս պահին դանդաղ հոսող հիբրիդային համաշխարհային պատերազմի շրջափուլում է։ Իսկ նման պատմական փուլում որոշիչ գործոնը պահեստներում ունեցած ռազմամթերքի քանակն ու արտադրական հզորություններն են։ Հիմա մեր ռազմարդյունաբերության բնագավառում այնպիսի նվաճումներ ունենք, որ այդ մասին էլ չենք կարող, ցավոք սրտի, չենք կարող խոսել, բայց լավագույն ինժեներներ, լավագույն պրոֆեսիոնալներ, այսօր կառուցվում են լավագույն գործարաններ եւ դրա արդյունքները մենք կտեսնենք տարիներ հետո։ Իհարկե դա շատ տեսանելի է լինելու։ Վերջին մի քանի տարում Հայաստանի Հանրությունը ստիպված է պարզապես լսել նման հուսադրող հայտարարություններ տարբեր ամբիոններից եւ հավատալ կամ չհավատալ դրանց, քանի որ ասված խոսքը հաստատող այլ փաստեր պաշտոնական շրջանակները չեն ներկայացնում։ Օրինակ, ժամանակին Հայաստանում պարբերաբար կազմակերպվում էին ռազմական ցուցահանդեսներ, որոնց ընթացքում ներկայացվում էին հայրենական մշակման եւ արտադրության զինատեսակներ։ Վերջի անգամ Արմայտեկ ցուցահանդեսը անցկացվել է 2022 թվականի մարտին, կար պատկերացում, որ 2 տարի մեկ պետք է այն անցկացվի, բայց արդեն 4 տարին է նախորդ ցուցահանդեսի անցկացումից։ Մենք բյուջեից փող ենք վերցնում, պետք է հաշվետու լինենք։ Ինչի համար ենք բյուջեը փող վերցնում եւ ինչի վրա ենք ծախսում ռազմավարական ցուցահանդեսը, հենց այդ հաշվետվությունն է։ Նման դեպքերում չինովնիկները վստահեցնում են, որ չեն կարող ցույց տալ կամ նույնիսկ խոսել այն ամենի մասին, ինչը կատարվում է ռազմարդյունաբերության ոլորտում, սակայն սեփական արբանյակներ ունեցող եւ իսրայելական հետախուզության բացահայտ աջակցությունը վայելող Ադրբեջանից դժվար թե որևէ բան գաղտնի մնա, նշում են մասնագետները։ Ստացվում է, արածը գաղտնի է պահվում մեր հանրությունից։ Դրան հակառակ Ադրբեջանը բավականին ակտիվ ցուցադրում է ռազմարդյունաբերական գործարանների կարողությունները, որոնք կառուցվում են թուրքական ընկերությունների աջակցությամբ։ 23-ից 25 թվականների համար նախատեսված 170 միլիարդ դրամ ծախսից ռազմարդյունաբերական սերիական արտադրանքի հնչեցած թվերից այդ ընկերությունների վճարած հարկերի կարելի է պատկերացնել, որ այդ 170 միլիարդը չի իրացվել։ Հաջորդ 3 տարվա համար 26-ից 28 թվականների արդեն ուրիշ թիվ են հնչեցնում 150 միլիարդ դրամ, այսինքն մոտավորապես 20 միլիարդ դրամ պակաս։ Աշխարհում, որտեղ նոր տեխնոլոգիաներն անասելի արագությամբ ներդրվում են ռազմական տեխնիկայի արտադրության մեջ, օրահաց է այս շոկեքարշից հետ չմնալը։ Հարևանները, ինչպես տեսնում ենք, հետ չեն մնում։ Դեռ մի բան էլ առաջատարների շարքերում են։ Ինչքան են հայտարարում եւ ինչքան է ծախսում ռազմավարության զարգացման համար։ 5.7 միլիարդ դրամ նախատեսված է եղել 2025 թվականի համար, որից ծախսվել է 2.4-ը։ Իսկ ահռելի մեծ թերակատարում, իսկ արդեն 26 թվականի համար 1.5 միլիարդ դրամով ավելի պակաս է նախատեսված բյուջեով։ Այս օրերին մեր տարածաշրջանը շունչը պահած սպասում է Իրանին ԱՄՆ-ի հարվածին։ Տասնյակ հսկայական խնդիրներից բացի, այս կոնֆլիկտը մեզ համար կավելացնի եւս մեկը՝ հնդկական զենքի համար ռազմամթերքի ներկրման խոչընդոտները։ Իսկ առանց ռազմամթերքի զենքը անպետք երկաթի ջարդון է։ Գոնե ռազմամթերքի արտադրության ոլորտում քիչ թե շատ ինքնաբավության հասնելու պատճառներից մեկն էլ սա է։ Արմեն Աթալյան, ժամը լրատվական։